глядеть. Твой мир наш милый Чарли вновь нам открывает дверь. Не стерео цветное, а на пленке на простой живет кино немое. Сколько лет твоей судьбой, Чарли, Чарли, смешной чудак. Ты с экрана смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг. Не промолвив даже слова, ты все сказал. Чарли всюду первый, победитель, чемпион. Вдруг падает соперник, полицейский посрамлен. Взял твой обидчик лужу, и ты вышел в короли. Ах, Чарли, почему же так грустны глаза твои? Чарли, Чарли, смешной чудак. Ты с экрана смотришь снова в огромный зал. Не промолвив даже слова, ты все сказал. Чарли, Чарли, смешной чудак. Ты с экрана смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг. Не промолвив даже слова, ты все сказал. Ах, Чарли, милый Чарли, самый добрый человек. Ах, как необычайно ты смешил 20 век. Нас время не жалеет, все быстрее бег минут. Но Чарли не стареет, помню, все тебя и ждут. Чарли, Чарли, смешной чудак. Ты с экрана смотришь снова в огромный зал. Чарли, Чарли, великий маг. Не промолвив даже слова, ты все сказал. Տեսնենք ինչպիսի տրամադրություն հաղորդեց մեր մասնակիցը թե հանդիսատեսին, թե ժյուրիին։ Ես նկատեցի, որ նախ կար բեմականություն եւ հագուստի եւ կերպար եւ երգը մատուցված էր ուղղակի ոչ ստենց չորուցամակ, այլ կար հետարքիր մի նաև բեմական տեսողական այսպես համադրություն ապրես այնտեղ պատահական գլխարկ ընկավ ինձ ամեն վարքյան թվաց թե հիմա կշփոթվի եւ ուշադրություն կդարձնի նույնպես արտիստի համար կարեւոր էր որ նա իր գործը արեց միջև վերջ ես սիրեցի քեզ ապրես Merci շատ Տիգրան դու հիշում ես իրեն հա Հա, ինձ թվաց առաջ անգամ տեսար, որ ասցիր նկատեցի, տեսա։ Հետաքրքիր է շատ, Սաթենիկ։ Շնորհակալ եմ, ես ամեն դեպքում սիրում եմ, երբ որ ուշադրություն եմ գրավում, մեկ անգամ էլ սեղմեք։ Սաթենիկ ջան, շատ ապրես, որ անցած անգամ ասել էինք բարային շարժումների մասին, ես շատ լավ հիշում եմ, որ ընկեր Վիկտորիան էլ ասեց, որ կուզենայի տեսնեի քեզ ավելի շտկված, ավելի թեթև, բայց չենք սպասում, որ բեմադրած կգաս եւ Ռայմոնդ Պաուլոսի այս երգը կընտրես 12 տարեկանի համար հասուն վոկալ ունես, շատ։ Ես կուզեմ, որ ավելի
մեծ երգեր վերցնես, որտեվ քո ձայնը դա թույլ է տալիս։ Այս համարին կնայենք որպես խաղարկային ու որ դու ուղղակի Վիկտորիայի ասածն ես արել։ Շատ լավ էր, հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Սաթենիկ ջան, ես էլ եմ քեզ շնորհավորում, հիանալի ելույթ էր, ինչը վոկալիդ երգիդ հետ է կապված, ուղղակի խոսքեր չունեմ։ Դիտողություն ունեմ ու պետք է սա ավելի պարային խումբը լսի։ Դու հիանալի կատարում ես, դու հիանալի քո աշխատանքը անում ես, բայց իրենք ինձ խանգարում էին քեզ նայեի, որովհետև իրավունք չունեն արտիստին խանգարեն, գլխակը գցեն եւ այլն, որովհետև պարուհիների պատճառով քո գլխակը ընկավ եւ այլն, այսպիսի մանրուքներ կային։ Քեզ ես շնորհավորում եմ, ապրես, շարժվիր, աշխատիր, ամեն ինչ լավ է։ Հաջորդ անգամվա համար կան ինչ-որ խորհուրդներ կրկին։ Այո, թող մենակով լինի եւ ավելի շատ այսպես շարժվի։ Մենակովդ ապարիր, դու կարող ես։ Դու ինքդ արա։ Չէ, Լավ։ չպարես էլ։ Կերքես։ Համաձայն եմ թող երկի։ Հիմա Լավ, Սյուզաննայի երգի։ պահանջները ավելի մեծ են լինելու։ Պարել չի ասում, որ ամբողջ ոտով պարել։ Կես ոտ։ Ընկեր Վիկտորիա, կես ոտքով ես կպարեմ ձեզ։ Համաձայն եմ գոլեգաներիս հետ, Սաթենիկ ջան, շնորհավորում եմ ձեզ։ Շատ պայծառ, շատ լուսավոր, շատ դրական աուրայով, մեծ տաղանդով մի աղջնակ է կանգնած Got Talent-ի բեմում եւ պրոյեկտի շնորհիվ մենք ճանաչում ենք քո տարիքին այսպիսի տաղանդավոր մի աղջնակի։ Շատ երկիր, քո տեմբրը, քո ձայնածավալը ավելի հասուն ու մեծ երգեր է քեզ թույլ տալիս, չնայած որ դու տարիքով փոքր ես։ Գեցե շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ եմ։ Բարձր ծափարություններով ճանապարհենք Սաթենիկ Սարգիսովային։ Պարուհիների հետ չկռվես։